Բարևձեզ հերոստատիտորներ, այսօր գտնվիմ Երևան, մենք ոչ ավել քան 2.5 ամիս հեռու ենք Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններեն եւ այս ընտրություններու նախաշեմին բազմաթիվ հետաքրքրական երևույթներ կան եւ այդ երևույթներու մասին պիտի խոսենք իմ զրուցակիցն է հայտնի հրապարակախոս եւ պատմաբան ինչպես նաեւ նոր Հայաստան նոր հայրապետ շարժման ականավոր եւ կորձունյա ասենք անձնավորություններեն բարոն Գևորգ Յազıcյանը բարի եկեք բարոն Յազıcյան Շնորհակալ եմ հրավերին համար Բարոն Յազıcյան դուք բավականին մոդեն գեհդիվիկ նախընտրական պայքարին եւ այս ընդհանուր նախընտրական պայքարի նախաշեմին եւ ընդհանուր համարնապատկերի մեջ ինչպիսի արդարոց երևույթ կամ երևույթներ նկատած եք միջև հիմա Գան նախընտրական շրջան է թեր չի հայտարարված պաշտոնապես նախընտրական արշավը չի սկսած անգսկսի մեկ ամիս առաջ ընդրության թվականին բայց արդեն հայտնի է դարբեր դեղեր այցելություններ դարբեր միջոցառումներ դարբեր ծրագիրներ ու հրաբարակումներու միջոցով նախընտրական արշավը կարծես սկսած է թե ադիգա նաև հակապետական այսին հակաօրինական չէ արդարոց երևույթներ կան նաև դրական առումով եւ բացասական առումով դրական առումով իշխանությունները քայլեր կառնեն իրենց քվեները ավելցնելու ուղղությամբ անոնց մեկը թոշակառուներուն եւ նպաստառուներուն դրվող գումարին հավելացումներ 10000 դրամով որ պիտի սկսի ապրիլի 1-ին իհարկե ադիգա շատ մեծ նշանակություն ունի որքան նշանակություն ունի 65 տարեկանին վեր եղողներուն անվճար բժշկական սպասարկումը որովհետև ինչպես աշխարհի շատ երկրներում մեջ Հայաստանի մեջ ալ գործողությունները հատկապես առողջապահական եւ այլն բավական թանկ հաջող են եւ ամեն քաղաքացի եւ շատ քաղաքացիներու հնարավորության սահմաններեն դուրս է եւ ինչպես գիտենք ընդհանրապես դարեցները ավելի խնդիրներ կունենա առողջական ոմանք ցկցկած են եւ քրոնիկ հիվանդության վերածված շատեր ունին ինչպես սրտի հիվանդություններ եւ այլն եւ նոր դարիեն իվեր այսին 2026 թվականի սկիզբին այդ կորզողությունները եւ այդ pedagogan ուրեմն միջամտությունները հիվանդանոցներուն ծախսերը գոհոքա պետությունը իհարկե ադիգա նաեւ գմտնե նախընտրական ոչ անմիջական արշավի մեջ այսինքն այստեղ թոշակառուները բավական օգուտ ստացան հիմա նոր նաև ծրագիր մգա վերջերս իմացանք որ շուտով պետությունը պիտի ինքը կանցադրե պիտի ֆինանսավորե քյուղացիներուն վարգերու դրամատրումը որովհետև ճիշտ ասենք Հայաստանի դրամատուներուն դրամատրած վարգերը բավական մեծ դոգոսով կդրամատրվին գրեթե աշխարհույական այսինքն մինչև նույնիսկ 24-25% որ շատ դժվար է մանավանդ քյուղացիներուն համար ուրեմն նոր ծրագրով պետությունը նախադեсած է քյուղացիական տնտեսություններուն ֆինանսավորել քանի 3-7 տարիով որքան ես իմացա առանց դոգոսի այսինքն շատ մեծ բան եթե հաշվի առնենք որ նվազագույնը 17% է նույնիսկ ինչպես ասի գասի միջև 24-25% առանց դոգոսի ուրեմն գումարի դրամատրումը կնշանակի մեծ օժանդակություն քյուղացիության իսկ այսօր Հայաստանի քյուղացիությունը կգազմի բնակչության գրեթե 1/3-ը այսինքն այսալ կմտնե ընդրական այսպես կորզընթացներու մեջ հիմա արդարոց երևույթները նաև կան բացասական ոլորտի մեջ հատկապես ինտիմության մեջ նախ առաջինը ինչպես գիտենք նաև Հայաստան դաշինքը կա Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ նոր վերջերս հայտարարեցին որ
իրենց վարչապետի տեխնազոն Ռոբերտ Քոչարյանն է։ Խելացի վարվեին ես ուրիշ մեկը պետք է առաջադրվեր, որովհետև այդ անձին նկատմամբ ժողովրդի սկալի դոգոսը մեծամասնությունը կգնամսել բացասական մոդեցում ունի, ավելի ծանր բար չկործածելու համար։ Հետևաբար կարելի էր ավելի ընդունելի անձը ներկայացնել որպես վարչապետի տեխնազոն, հետագային ինչու՞ չէ, եթե հավաքեին այդքան քվեներ, որ չեն բիչի գրնանալ հավաքել, գրնային այդ բարակային փոխել անձը ու ասել որ մեր տեխնազոն Ռոբերտ Քոչարյանն է, այսինքն որտեղ խորհրդարանը գնդրել, եթե մեծամասնություն ունենար Հայաստան Թաշինքը խորհրդարանի մեջ, գրնար X-ին փոխարել Ռոբերտ Քոչարյանը առաջադրել։ Բայց հիմա աս իրենց կողմը Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը իմ գարզիկովս եւ համոզումովս բացասական է Հայաստան Թաշինքին համար, այսինքն քվեներ ավելի կգործընծնեն, քան եթե առաջադրեին ուրիշ մեկը։ Բայց ամենեն արդասովորը ուժեղ Հայաստան կամ Դաշիր Սամո կամ Սամվել Ղարաբետյանի այսպես բլոկին անոր գուսակցության առած քայլերն են։ Չեմ հասկանում թե օտար երկիրը եկած նախ անձը ինչպես ուրիշ երկիրները կբերե նաև խորհրդադուներ, հասկանալի է, կարելի է բերել, որպեսզի ընդրաշավը ավելի ճիշտ կազմակերպեն, ավելի քվեներ ունենան, հասկանալի բան է, բայց բերել երկու դարբեր անձեր, երկու քնալ Իսրայելեն եւ երկու քնալ քոնե հայության նկատմամբ թշնամապար դրամատրված մարդիկ պետք է լան։ Առաջինը ընդրաշավի գազագերման խորհրդադու Փերազեն Նաթանյահու կոչվածին խորհրդադուներեն մեկը, անոր ընդրաշավի գազագերբիչներեն մեկը։ Նաթանյահուն այն վարչապետն է, որուն ժամանակ դեղի ունեցավ նաև հիմա որ դեղի ունենա, գիտեք, պատերազմը Իրանի նկատմամբ, Լիբանանի նկատմամբ, Գազայի մեջ ցեղասպանությունը, այսինքն բացասաբար ընկալված անձիմը մոդիկ անձը բերելը թրական նպաստը չէ, թեև Հայաստանի հասարակությունը շատ այդքան հետաքրքրված չէ Իսրայելի մեջ ինչ կատարվողներով եւ այլն։ Երկրորդը որ ավելի արդարոց է, վերջերս հրավիրած են որպես իրենց ասկային անվտանգության հարցերու խորհրդադու իսրայելացի զինվորականը զորավարը, այսինքն գեներալ մայոր մեկը, աս մեկը արդեն վիրավորական է ընդհանրապես հայ ժողովրդին համար, որովհետև մենք պետք է աս մեկը միշտ հիշենք, որ 2020-ի աշնանային պատերազմին մեր թեմ պատերազմեցավ ոչ միայն Ադրբեջանը, մեր թեմ պատերազմեցան Ադրբեջանի կողքին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը եւ նաեւ վարսկանները, որոնց անունը ելավ սուրիացի, բայց իրականության մեջ թուրքմեններ են, սուրիական նպատակություն ունեցող թուրքմեններ եւ թուրքեր։ Հիմա Իսրայելը ուղղակի մասնակցեցան հատկապես նախ առաջինը դրամատրելով սպառազինություն, ադրբեջանական բանակի սպառազինության 40% մոտավորապես իսրայելական արտադրության էր եւ փոխարենալ Ադրբեջանը գմադագարարե գրեթե նույնքան դոգոս Իսրայելի նավթի գարիկներուն։ Երկրորդը ուղղակի աս փաստերնալ կան եւ նաեւ վկայություններ, որ դրոնները, որոնք գործեցին Ադրբեջանի կողմէ, անուտաչու թռչող սարքերը, ուղղակի զանոն բանեցնողները եղած են իսրայելացի մասնակիցները, այն մասնակիցները, որոնք իրենք մատակարարած են այդ իսրայելական անուտաչու թռչող սարքերը, եւ նստած Թել Ավիվի մեջ կամ Երուսաղեմի մեջ, հավանաբար նաեւ գողքերին նաեւ կավատ վիսկի կամ քարեչուր, եւ մեր դղաները սպանելով, հաշմանդամության հասցնելով, գհաջոյանային եւ գուրախանային, եւ այդպիսի բանակիմը զորավարը Հայաստան բերելը ոչ միայն ապուշություն է, ինչպես ասի վիրավորանք է մեր ազգին ու հատկապես մեր նահատակներուն հիշադակին, այսինքն գբերես մարդ, որ ուղղակի մասնակցած է, ինչպես վերջերս նաև գարտացի Facebook-ի մեջ մեկը շատ հետաքրքրական մեկնաբանություն դրած էր,
այդ լուրին դակ։ Ըստ մեկ անգամ են թող թուրք զորավար հրավիրեն։ Իդեպ այդպիսի մարդիկ են, որոնց չեն փասարել, որ այդպիսի բանալ կդարեն, որովհետև իրենց համար հայրենիքի զգացողություն չի գա։ Մանավանդ որ այդ իրենց ընդրաշավի փումբադասխանadun Սամվել Ղարաբետյանը եղբորորդին Գարենի որդի Նարեկը զինվորություն են ճագերտյալ ազատված անց է։ Նաև իր երկու եղբայրները, այսինքն 3 եղբայրներ չեն զարայած Հայաստանի Հանրապետության բանակին, փախուստված են, ինչ պատճառներով, չեմ գիտեր, չեմ հետաքրքրված, բայց արդեն միայն այս փաստը բավարար է, որ պետք է բացասապար մոդենալ այդ ուժին, որոնց համար քերագայ են ոչ թե հայկական շահերը, այլ ռուսական շահերը, իսրայելական շահերը եւ այլն։ Դուք պատկերացրեք իսրայելացի զորավարը, որպես ազգային անվտանգության բան, պետք է նաև շրջի Հայաստանի մեջ այդ ընդրաշավի ժամանակ եւ նաև պիտի երթա նաև վստահաբար նաև հարավ Կապան, Գորիս, Մեղրի ու Իրանի սահմանակից երկիրը, որոնց են պատերազմի մեջ են այսօր։ Այս մեկը իհարկե նաև շատ բացասապար գտնա ասել Հայաստանի Հանրապետություն Իրան հարաբերություններում վրա, եթե հանգած Սամվել Ղարաբետյան հասնի իշխանության։ Բարեբախտաբար չունի այդ շանսերը, բացարձակապես չունի, առավելագույնը որ գտնան հասնել, գտնան ունենալ ներկայություն բակա խորհրդարանի մեջ որոշ կմպակցություն ունենալ։ Այսինքն ամենեն արդարոցը այս է, եթե լավագույն նվերը իմ կարծիքով մատուցեց Սամվել Ղարաբետյանը Նիկոլի քաղաքացիական պայմանագիրին բերելով այդ զինվորականը, իսրայելացի զինվորականը, որ այս բարակային հաստատ մեր ժողովրդի գիտակցության մեջ կընկալվի որպես բացասական երևույթ։ Այսինքն այս անձին ներկայությունը այդ թիմին մեջ, Սամվել Ղարաբետյանի ընդրական թիմի մեջը, միամ գրնա բացասապար ասել իր ստանալի քվեներու քանակին վրա։ Մարդ պետք է որ դխմար լա այն աստիճան, որ ինք իրեն վնաս հասցնե։ Այս մարդիկը չեմ գիտեր ուղեղ ունին, եթե ունին այդ ուղեղը ինչպես կմտածե, չեմ գիտեր, ամեն բարակայի ես նույնիսկ վրդովված եմ այդ փաստին առնչությամբ։ Բարոն Յազջան, մենք ականատես եղանք վերջերս, թե ինչպես Դաշիր Սամոյի նախընտրական շտաբը եւ ընդհանրապես այսպես կոչված ընդդիմությունը ռոպագանդայի զանազան ծևերու գտիմեն ներառյալ իբրև թե Ամերիկայի մեջ հրաբարակվող հրադարագություն գներմուծեն իբրև թե Ամերիկային, որ իրենց նախընտրական շտաբի մասին թրական խոսքեր, թրական ռոպագանդ գնե, բայց հետո բանից դուրս եկավ, որ այդ բազմա 100,000 դպակրված հրադարագությունը իրականության մեջ դպակրված է Ռուսաստանի մեջ եւ արտահանված է թեպի Հայաստան, որբեսի այդպիսի, ասենք, հզոր ռոպագանդան են իննբաց Դաշիր Սամոյին, Ռոբերտ Քոչարյանին եւ իրենց ջամփարին, քաչ իմանալով, որ Հայաստանի հասարակության մոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներու վարգանիշը բավականին բարձր է։ Իսկ միջ այդ երկրորդ հարցը, որ ինչ կգարձեք այն փաստի մասին, որ 5-րդ շարասյունը, որ ընդհանրապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին գորագե որպես Թուրքիո կորձակալ, Ադրբեջանի կորձակալ, սակայն իրականության մեջ իրենք շատ ավելի սերտ գաբեր ունին, արդյոք ինչ տեղեկություն ունիք Քարեքին B Գտրիչ Ներսեսյանի սերտ գաբերու մասին թուրքական գործ քայլերու հետ։ Ինչ կվերապերի խնդրահարույց հրադարագության, պիտի ասեմ, որ դարբեր երկիրներու մեջ, ներառյալ Հայաստանը, նախընտրական ժամանակաշրջանին կխորձածեն նաև դարբեր տեսակի այսպես կոչված աղդոտ տեխնոլոգիներ, խապելու համար մարդոց, աստելու համար մարդոց այսպես քվեարկելու դրամատրության վրա եւ չեմ զարմանալ, որ ոչ միայն այսպիսի խապեպայություն կատարված է,
այլ նաև դեր ավելի գրնա ավելի դարօրինակ, ավելի արդարոս, ավելի նույնիսկ դիզաղելի երևույթներու եւ փաստերու ագանադեսը լանք հաջորդ շաբաթներում միջև ընդրությունը բայց ասեմ թե որ մեր ժողովրդի մեկ որոշ մասը ինքը բավական լավադեղյակ է նման բաները եւ չինար այդպիսի տագարտներու մեջ չինար ամեն բարակայի ինչալ ընեն հազիվ թե այդ իրենց դրամատրած միլիոնավոր դոլարները որոնք այսպիսի տեխնոլոգիներու կորզածությամբ պիտի դրամատրեն հազիվ թե էական որոշակի ասենք աստեցությունը կգնան ունենալ իրենց վարգանիշին եւ ընդրական ընդրության ժամանակ ստանալի քվեներուն վրա այսինքն վերջի նաեւ հակառակորդ կողմն ալգա չէ որ հետեւի որ այսպիսի բաներուն եւ գտնանք բացահայտել այսօր աշխարհը փոքրացած է եւ գտնանք լավադեղյակ լալ ուր ինչ կգադարվի եւ ինչ բիսի ասենք հայտարարություն է ասմիկը այսինքն ելես լավ ասե որ ես դբերեմ Ռուսաստանի մեջ եթե այդքան սիրելի է ձեզ համար Ռուսաստանը որուն նույնիսկ հանուն վարչապետ լալու դրամատիկ չէ քաղաքացիություն են հրաժարելու որտեղ այնտեղ միլիարդները հոնգետ իզած է անշուշտ շնորհիվ Պուտինի կլանի հովանավորության եւ փոխարենը պետք է դա չէ փոխարենը այսօր ուտան որ եւ պիտի տան որտեղ Ռուսա ինչպես դուք կսիրեք այդ բառը ռուսաստուրուկ դարձածեն գամովին հանուն մամունայի կապ չունի այնտեղ գզովին հայության շահերը Հայաստանի շահերը գտուլանա Հայաստանի պետության հիմքերը գտուլանան իրենց համար կարևորը մնան ունենան իշխանության կամ հասնին վերստին հասնին իշխանության նույնը նաև Հայաստան Թաշինքի բարակային է ինչ կվերապերի Գդրիչ Ներսիսյանի եւ Քոշ Քայլերու այսպես ասենք կորզակցության թե ցանոթության թե չեմ գիտե բարի չեմ գնա որ գտնել նախ ասեմ որ Լիբանանեն կոնես օրինակ տամ Հայաստան Թաշինքի մասնագից դաշնակցության անդամներուն մեկ մասը լավ արևդուր կգադարե Թուրքիայի հետ Բայց իրենց չեն վարանիր իրենց խանութներու ցուցափեղերուն վրա կամ այլապես փակցնել որ մենք թուրքական ապրանք չենք ծախեր միջատ վրաները գրված է կամ շտրիխ կոդը թուրքական կոդերն են կամ նույնիսկ գտիմեն այսպիսի բանյա լագանադեսերա վերջերս Լիբանան որ բոյկոտեցեք թուրքական ապրանքները, քաչալերեցեք լիբանանյան արտադրությունները, իբր թե Լիբանանի հայրենասիրություն կկարողեն։ Նույն այս զեղծարարությունը, այս կապիկությունը կորզատրի նաև Գդրիչ Ներսիսյանը։ Ալ երևույթ հանդես կուքա իբր հայրենասեր, իբր հայկական շահերու պաշտպան, հայկական ինչպես կսեն իրենք կսիրեն արժեքներու նախանցախնդիր Բայց իրականության մեջ երբ բահը գուքա իրենք պատրաստ են ամեն տեսակ զարդուղի միջոցներու թիմելու անոնց մեջ կմտնեն նաև Քոշ Քայլերու այդ պատասխանատուին հետ հրճակավոր այդ նկարը լավ եղբայր Քոշ դու ով գնտունիս դու մեկը չունիս գիտնան ով է եղողը քեզ այսելողը նախ ամեն մեկ եղողին չես ընդունիս չէ բեչի ընդունիս Նախ պետք է գիտնաս ով է քո այսելուտ վերջում եթե դու քեզ կհամարես ամենան հայոց կաթողիկոս պետք է քո այդ հանգամանքդ քեզի պետք է վեր բահե սկուշ բահե նման սխալներ կործել է աս սովորական սխալը չէ այո որևէ մեկը գնա սխալի բայց այս բարակային վիրավորական է նաև մեր արժանապատվության համար Դուք պատկերացուցեք, որ հայության թշնամի այս բարակային Քոշ Քայլը քու հովաբեդի դետ նկարված է մանավանդ որ վերջերս ալ գանտիմինք երբեմն գլսենք որ հարաբերության հրաբարակի մեջ ինչու՞ չէ նաև նույնիսկ Ձիզեռնակապերտի հուշահամալիրի մեջ թուրքեր Քոշ Քայլեր երբեմն գերքեն եւ այլն իհարկե վիրավորական է Բայց այդ մեկը անկախ մեզ մեկ է, բայց այս բարակային դու չունիս մարդիկ, որոնք ստուգեն թե ով է եկողը,
ուրիշ բան, եթե այդ թուրքը ըլլար մեկը որ գճանչնայով ցեղասպանությունը գզղշա դորամար ամոթ կսկա իր նախնիներուն գադարազներուն համար եւ եկած է ներողություն խնդրելու զղշում արդայդելու նկատի ունենալով որ ինքը կներկայացնե իհարկե մեզ համար չի ներկայացնել բայց կներկայացնե հայությունը այդպես կգարձի այդ տվյալ թուրքը խնդրեմ ընդունիր նկարվիրալ հետը հարց չի գա բայց երբ օտուն կորս քայլերուն հետ որոնք չեն թաքցներ մինչև այս բանալ չեն թաքցներ հայությունը վերացնելու իրենց զրակիրը համաթուրանականության իրենց երազանքը չեն թաքցներ եւ հայությունը վերացնելու Հայաստանը վերացնելու իրենց զրակիրը հրաբարակավ կհայտարարեն դու այդպիսի մեկը ինչպես կընդունիս հայության թշնամին ինչպես կընդունիս եւ հետը կնկարվիս սա մոթանք է եւ դժբախտաբար քանի որ այդ դեղի ունեցավ նախկիններուն ժամանակ համապատասխան քննադատականի չարժանացավ բայց մենք պետք չէ մոռանանք մենք զանգը հիշենք եւ պետք է հիշեցնենք նաեւ որ այսպիսի գոբից սխալներ ալ կորզած է որոնք գվիրավորեն մեր արժանապատվությունը ինչ խոսք որ բարոն Յազուջան որ Կարեկին բգտիչներ սեսյանը արյունարփու հայադիած թուրքական քոշքայլերի ղեկավարին հետ որ հանդիպած եւ լուսանգարված է բազմաթիվ սրդացավ հայրենիներ գտադաբարդեն նաև Գդրիչ Ներսեսյանի մտայնությունը որ թուրքական քոշքայլերի երևույթը գուզե օգտագործել սեփական ժողովրդին վախեցնելու համար բուլինգ անելու համար իսկ ինչ կվերապերի Հայաստանի Հանրապետության իրավաբան մարմիններու վարվելագերբը հանդեպ Գդրիչ Ներսեսյանին եւ արգելելու հարցը որ Հայաստանին չբացակայի այդ մասին ինչ կմտածեք դուք եւ գարկմը ընտիմախոսներ կբնթեն որ սա վարչապետ Փաշինյանի եւ Գդրիչ Ներսեսյանի միջև բայկար է իսկ բազմաթիվ հավատացյալներ գսեն սա հավատացյալների հետևորդների եւ Գդրիչ Ներսեսյանի նման վաշխառուների միջև բայկար է ծեր գարձիկը գիտեք Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված են որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև բայց որոշ եկեղեցականներ Միքայել arczepiskopos Աչաբայան Պակրատ Սարեցված Սրբազան հիմա չենք գիտեր Սարազետեր Կարուն եկավ Սարետյունից դուրս պիտի ելլետե չէ Փանդի մեջ էր Սարազե թե գդակնավոր չեմ գիտեր եւ ուրիշներ ներառյալ նաեւ Գդրիչ Ներսիսյանը իրենք զիրենք օրենքեն վեր կամ առանձնաշնորհյալ քաղաքացի գսեբեն օրինակի համար Միքայել Աչաբայան շատ վրթովվեցավ երբ հանգարց Նիկոլի Փաշինյանի կառավարությունը իրենց ցերկեն արավ դիվանագիտական անցակիրները ինչ կարիք ունեիք դիվանագիտական անցակիրներով բարեկամ եղել ժողովրդին հետ պիտի կանգնին եղել ուրիշ երկիր եթե ինչ կա ընդհանրակը դուք ժողովրդին հովապետն եք ժողովրդին հետ եղեք Գոնեք իմանաք որ մարդիկ իրենց մեծ գվերապերիկ ընդհանրակը անոնք եթե նույն հերթի գեցած են գվստահեցնեմ եթե հերթի գեցած եք ցեզի արժև կբերեին Ինչ պետք ունիք դուք հատուկ դիվանագետներուն համար սահմանված ասենք անցագետեն անցնելու հիմա Քալով Գդրիչ Ներսիսյանը երկրեն դուրս չթողելու խնդիրին այո գվերապերի օրենքի քերագայության ասած ուղղակի գաբունի օրենքի քերագայության հետ երբ որ դուք չեք կատարել Թադարանի որոշումը Հայաստանի օրենսդրությամբ Թադարանի որոշումը չկատարելը կբաճվի եւ բոլոր երկրներում մեջ այդպես է Տարբեր տեսակի բադիժներ կան սկիզբը գրնալա դուքան կլա հետո գրնա նաեւ փանդարգությունը լա երկրեն դուրս շելելու արկել կլա եւ այլն այսօր իրենք ընդրած են այսօր թեր եթե իշխանությունները ուզեն որ թեր չեն կործածած այդ մեկը շահադագությունները որոնք կատարված են Քարեկին Գդրիչ Ներսիսյանի գոմե մայրաթորի մեջ ֆինանսական եւ այլ բնույթի այսօր գնան քրեական դարբեր գործեր արուցել եւ բացառված չէ որ մոռակա ժամանակներս հարուցվին այո կան շատ խոսակցություններ որոնց
հիմնավորումը միայն իրավաբան մարմինները կգրնան դալ կամ կգրնան ստուգել այնպես որ թող չվրթովին թող իմանան բոլորը թող իմանան ներառյալ մեզ սկսած ինձ մե որ Հայաստանի Հանրապետությունը վերջիվերջո պետություն է ունի իր օրենքները ունի իր սահմանադրությունը եւ adonk բարդատիրեն գիրառման բոլորին համար որոնք կգտնվին Հայաստանի Հանրապետության հողին վրա լան քաղաքացի կամ օտար քաղաքացի ունին իրավունքներ եւ ունին բարդավորություններ խնդրեմ այդ բարդավորությունները մեգնալ ենթարկվել լինի երկրի օրենքներուն այստեղ իրենք զիրենք այսպես վերթ հասել օրենքեն կամ շրջանցել օրենքը իրավունք չունին եւ այո ինքը եւ ուրիշ եպիսկոպոսներ արգելված է այսօր երկրեն բացակայելը եւ ասիկա դժբախտաբար նաեւ հայտարարություն է նաեւ մեզի համար գիտեք Վրաստանի կաթողիկոս բادرիարքը վախճանեցավ եւ այսօր ներկա պիտի չի գտնալ մայր աթորի ոչ բարով ոչ խերով գահակալը այսինքն վրացիները մոտ մենք անհարմար վիճակի մեջ հայտնված ենք բայց մեղավոր ով է իշխանությունները չեն դուք սկսակ եկեղեցին առաջին անգամ ըլլալով քաղաքականացուցիկ եւ այն աստիճան որ այսօր նույնիսկ այս 10 եպիսկոպոսները որոնք թշկողություն հայտնեցին հրապարակավ եւ բարենորոգչական շարժման այսպես ասենք հիմնադիրներն հանդիսացան այսօր նույնիսկ հավատարիմ մնացած եպիսկոպոսներեն Վահան Հովանեսյանը վերջերս հանդես եկավ եւ փողոք կարդայր է եւ ոչ միայն ինքը այլ նաեւ Խաչակ Սրբազանը ավելի նուրբ ծևով փողոք կարդայր եկեղեցու մայր աթորի ավելի ճիշտը քաղաքականացման թեմ այսօր քախնիք չէ Բակրատ Սարեցված Սրբազանը քանից հայտարարած է որ իր այսպես կոչված Սրբազան շարժումը օրնությունը ստացած է Գդրիչ Ներսիսյանին ուրեմն երբ որ դուք քաղաքականացնեք եւ Գդրիչ Ներսիսյանն գիտեք դժբախտաբար նաեւ այս բարակային Արամ Կաթողիկոսը բանջեցին այնադեմ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարի եղբայր պատվական կամ ժողովրդավարությունը պիտի հարկենք կամ պիտի չհարկենք ով լակ չեք հարկել խնդրեմ կա ընդրություններ գուքան խնդրեմ քվեադուպի միջոցով փոխեցեք իշխանությունը հարց չի այսօր աշխարհի մեջ ժողովրդավար երկրներում մեջ այդպես կլա բայց որ ոչ կուղես Միքայել Սրբազան ռազմական հեղաշրջման մույսը չեմքեր գքալե գիրանցեն գուքա հրաբարակ 15 րոպե ժամանակ կուտա վարչապետին հրաժարելու զիզաղելի է այսպիսի քաղաքական եկեղեցին չպետք չէ քաղաքականացվել եկեղեցին ունի իր շատ կարևոր դերակատարությունը մայր աթորը մանավանդ Հայաստանի ժողովրդի մեջ բայց երբ որ գշեղվի այդ ճանապարհեն անշուշտ նաև պետք է ադոր ինչպես կսեն բադիժնալ գրե եթե թուն գմիչամդես հիմա իրենք կսեն որ իշխանությունները գմիչամդեն պետությունը գմիչամդե եկեղեցու կորզերուն լավ ով սկսավ դարանշադե չէ եկեղեցու սահմանադրության մեջ շատ հստակ գրված է որ եկեղեցին եւ պետությունը իրար մե անշադեն լավ բարեկամ լավ ինչու՞ բայց դուք մտաքաղաքական գործընթացներու մեջ խնդրեմ իրենց սվեցավ այնադեն գուզեք անպայման քաղաքականությամբ սպաղիլ խնդրեմ գազմեցեք ստեղծեցեք գուսակցությունը թող այդ գուսակցությունը այդ մայքարը դանի բայց ոչ թե դուք սկեմով եւ եկեղեցի անունով քաղաքականության մեջ մտնեք այս բարակային բումերանգի նման իրենց վերադարձավ բայց այս բարակային աբորինի չէ հարցը հետեւյալ է երկուքի բարակային տարբերություն կա իրենց միջամտությունը քաղաքական գործընթացներուն աբորինի է օրենքով արգելված է որ եկեղեցին բաժնված է իրավունք ունի միջամտելու քաղաքական իսկ պետությունը իրավունք ունի այսօր միջամտելու իր քաղաքացիներուն բոլոր գործերուն ասուց նաև օրենքի սահմաններում մեջ աբորինություն իրավունք ունենելու եւ գործադրի իր այդ իրավունքին օգտվի որ այս բարակային ցեբոմը թեր նվազագույն բադիժն է որ այսօր Գդրիչ Ներսիսյանը կստանա իշխանություններեն ինչպես ասի իրավաբան մարմինները եթե վաղը սկսին փանալ իր թղթաձրարը շատ աներու ագանադես պիտելան ինչ խոսք որ եկեղեցին քաղաքականացված է եւ սիգեմավորները այսպես կոչված կարեկինաբաշտ կամ կարեկին
Բ Գդրիչ Ներսեսյանի Մոսկվայի եզրասի, որ վերջերս ահագին փաստեր ճուրին երեսելան, որ կորձագալ եղած է Կարեկին Բ Գդրիչ Ներսեսյանի նման KGB-շնիկ կորձագալ եղած է, ինչպես եւ իրենց երրորդ partner-ը կորձընկերը Ամերիկայի Միացյալ Նահանգներու Հովնան Դերդերյանը քիչ առաջ դուք ակնարկեցիք այդ 10 եպիսկոպոսներու մասին, ովքեր միացած են հայ եկեղեցու բարեգործման շարժման եւ այդ 10 եպիսկոպոսներեն մեկը Հովնան arczepiskopos Դերդերյանն էր եւ որ իր անունը հայտարարեցավ որպես մասնագից այդ 10 եպիսկոպոսներու խումբին, որ հիմա արդեն 8-ի իջած է, բազմաթիվ ամերիկահայեր այն փողոքը սկսան բարձրացնել, ասելով որ ինչպես կարելի է անցմը որ մաս կգազմե այն գլանին, որ Հայաստանյաց արաքելական եկեղեցին փլուզման առաջնորդած է, ինչպես կարելի հաշտվել այն երևույթին հետ, որ այդ նույն մարդը միաժամանակ նույնիսկ իր սեփական ըստորակությունը գեղձելով, որ հետաքային կարողանա փախուստա մասնագիծը լա հայ եկեղեցու բարեգործման շարժման ծեր գարձիկը Օրին երբ ես ալ իմացա որ Հովնան arczepiskopos Դերդերյանը ստորակրորները մեկ եղած է 10 եպիսկոպոսներու մեջ ուղղակի ցնցվեցա այն առումով որ ասի լավ մնացյալները չեն գիտեր այսօր էությունը որ զինք ընդունած են նույնիսկ եթե ինքնագամ եթե ինք ուզած է պետք է զգուշանային զինք ընդունել է եւ ինչ որ հետաքային արդեն բարձվեցավ հիմա դիրաթավ արտահայտությունը թեև դերը մենք կժանշնանք որպես միան Աստված է Քրիստոսն է մեզ համար դերը այս բարակային ուրացողը կամ խաղ դվողը Հովնանը եղավ այսին դորովաթայցի պես մտցվեցավ մտավ երևի գրգեցին իրենեսին որ կնա մեկ հատ մտիր ներսեն իմացիր որոշ քաղաքնիկներս երևույթին իմացավ հետո այսպես ասենք գիսը զարգավ ու դուրս եկավ պետք է սկիզբեն իմանային ասկա մեծ սխալ էր բարենորոգչական շարժման իդեպ ասեմ այո բարենորոգչական շարժման մեջ գաղտնի սխալներ կորզվեցան պետք է զգուշանալ նման բադեհաբաշտ իրենց մաշկը այսպես փրկելու նախանցախնդիր մարդ շատ շուտ մորցվեցավ հոկտեմբերի 27-ի հռչակավոր օրը երբ որ թղթիկ մեկը գուդար նոր ընդրված Գդրիչ Ներսիսյանին եւ անալ այսպես որ մեջ գավեդեր սպանտը որ գադար կորզված էր ասկային ժողովի մեջ ինչու մորցան եւ զինք ընդունեցին այդ շարժումի մեջ հետաքային ուրեմն հասկացան որ ինչ է ինքն հիմա Թրկերեն խոսում է գսե իքի դինդեն ավարա Հովնանը եւ այս կողմը եւ այդ կողմը այսպես չի գնալալ այսպես նախ մարդու համար ամոթալի է անսկսմունք լալը ուր մնաց ինքնին հովաբետ հովիվ եւ այլն առաջնորդ հայտարարող անցի հետ հետեւաբար այսպիսի անցերը որոնք հետաքային ալ գրնան ուզել միանալ բարենորոգչական շարժման պետք է մաղե անցնել առաջինը իրենց անցյալը իմանան նոր ընդունին որտեղ բարենորոգչական շարժումը ինչպես իր անունը գուշե մակրող շարժումն է այս գերդեն մեր մայր աթորի կլանացված քաղաքականացված օդարի ծարայող այս մտնոլորդեն մակրելու շարժումը պիտի լա եւ ոչ թե գասկածելի գաբեր ունեցող խովնաններ չեմքեր ովքեր մտնեն ու ելեն Վերջերս հայր խորեն Հովանեսյան քրարումը կատարած էր իր Facebook-յան էջին վրա ակնարկելով ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի գազմավորման մասին եւ անշուշտ ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի գազմավորման համագարկը
ազատ աշխարհի մեջ, ինչպես որ դուք որպես մասնակետ Հայաստանյաց Արաքելական ԵՍՎ օրենսդրության դեղյակ եք, թե ինչպիսի ժողովրդավար համագարկով թեմագալ առաջնորդներ կընտրվին, ժողովուրդը կմասնակցի պատգամավորներու ընտրություններուն եւ պատգամավորները ժողովրդի ցայնը հանդիսանալով կընտրեն թեմագալ առաջնորդը դվյալ թեմի։ Իսկ ինչ կվերապերի Հայաստանյաց Արաքելական ԵՍՎ հարաճիգա հուսալով որ մոտ աբակային գայանալիք ասկային եկեցական ընդհանուր ժողովի մասին, ապա ուրեմն առաջադրանքը այն է, որ Հայաստանյաց Արաքելական եկեցին կազմավորվի արդար ճանապարհով։ Դուք ինչ կարծիք ունիք, արդյոք պետք է հիմակվա իշխանավորը նշանակի հարաճիգա ասկային եկեցական ընդհանուր ժողովին մասնակից ըլլալիք պատգամավորները, թե պետք է ժողովուրդը հավատացյալները իրենք պետք է ընտրեն պատգամավորներուն։ Մինչև վերջին ասկային եկեղեցական ժողովը, որ գումարվեցավ հոկտեմբերին 1999-ին, անգե հետո մոտ 26 տարի է չէ գումարված ժամանակաշրջան, որ նույնիսկ սովետական անաստված իշխանություններու ժամանակ այդքան երկար չի եղած փացը երկու ասկային եկեղեցական ժողովներու միջև։ Եթե հաշվենք 20 թվականի վերջին սովետական իշխանության հաստատումը, հաջորդ ասկային եկեղեցական ժողովը եղավ նոյեմբեր 1932-ին ընտրելով Խորեն առաջին Մուրադ Բեկյանը որպես առաջին կաթողիկոս։ Իսկ եթե նախորդը հաշվենք նույն նախասովետական շրջանը 1911-ի վերջավորության Գևորգ 5-րդ Սուրենյանցի Կասկածելի անորալ ընդրությունալ կասկածելի, ասկա շատեր չեն գիտեր։ Ուրեմն ընդամենը 21 տարի գլա, իսկ այստեղ արդեն 26 տարի չի գումարված։ Եվ գիտեք ինչու չի գումարվիր։ Հիմա պիտի կան կադոր։ Պատգամավորները կընտրեն, ժողովուրդը կընտրե, ասկային եկեղեցական ժողովի մասնակցող պատգամավորները կընտրե թեմի հավատացյալ ժողովուրդը, անոնք որոնք քվեարկելու իրավունք ունին։ Եվ 25000 հոգի մեկ պատգամավոր կընտրե։ Իսկ եթե ասենք գումարը 25000-ը բաժանելի չէ 25000-ի վրա եւ ավելի է, հավելյալ մեկ պատգամավոր կունենա։ Օրինակ 60000-անոց քաղուտը կընտրե 3 պատգամավոր, 20 պլյուս 10-ն մեկ պատգամավոր։ Եվ մոտավորապես 450 պատգամավոր պետք է լա ասկային եկեղեցական ժողովի մասնակից, որոնց մեջ նաև ի պաշտոնե թեմագալ առաջնորդները, եպիսկոպոսները։ Ինչու չի գումարվիր։ Եվ պիտի չի գումարվի, ես ցեզիպես լավադես չեմ, որ մոտ աբակայում մեջ պիտի գումարվի։ Եվ ադոր համար է, որ ադիգա գանխասկալով է, որ Սահակ Պատրիարքը վերջերս իր այդ ելույթին եպիսկոպոսներու հավաքին կարտացված ելույթին գբահանչեր երկու հարցերու հետ, վերջինը գբահանչեր ճշտել ասկային եկեղեցական ժողովի թվականը։ Ինչու։ Ուրեմն եթե ասկա հրաբարակային գծվի, նշանակե որ մինչև հրաբարակվելը բազմաթիվ անգամ բահանջված է Գդիչ Ներսիսյանին գումարել ասկային եկեղեցական ժողովը, բայց ինքը գծկծկե է, պիտի ցկցկե, գիտեք ինչու։ Որտեղ որևէ մեկ ժողով հաշվետվության արիթ է, հաշիվիտ բանջվի։ Եվ այս բարակային, քանի որ 450 պատգամավոր բիդելա, որոնց շարքի նաև բարենորոգչական շարժման եպիսկոպոսները եւ անոնց համագիրներ, վստահ քանի մի դասնյակ հոգի կոնե, որոնք պիտի հարց բարձրացնեն, հաշիվիտ պահանջեն Գդրիչ Ներսիսյանին կատարածներուն եւ չկատարածներուն։ Եվ նաև ինչու՞ չէ նաև գնան հարց բարձրացնել քահանգեցության, որովհետև ասկային եկեղեցական ժողով ինքը բարձրակուն իշխանությունն է մայր աթորին եւ իրավունք եւ ինքը գնդրե եւ իրավունքալ ունի իհարկե որ գնդրե նաև քահանգեց ընելու նաև օրվա աթորակալը եւ ինքը ատկե կխուսափի հաշիվ դալ չեն ուզեր Որն է լուծումը։ Եվ կլանը լուծումը հետեւյալն է ուրեմն պետք է այստեղը բարենորոգչական շարժման միացող եպիսկոպոսներուն քանակը ավելնա, որուն ես այդքան լավատես չեմ, որովհետև այսօրվա եպիսկոպոսած 75%-ը իր օզազներն են։
Իսկ եթե այդ չստացվի, ինչն է հաջորդ լուծումը։ Հաջորդ լուծումը ես կառաջարկեմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընտրություններեն հետո, համապետական ընտրություններեն հետո նախաձեռնեն, իրենք նախաձեռնեն ազգային եկեղեցական ժողովի գումարում։ Ինչ է ձեր պատկերացումը, ինչպիսի քայլերով պետք է թիմվի, որպեսզի օրինական կերպով ազգային եկեղեցական ժողովը արդար կերպով կազմավորվի։ Լավ, քանի որ նաև ես հետևյալը կառաջարկեմ, քանի որ Սփյուռքի հանձնագետարի այսպես ներկայացուցիչներ նշանակվեցան գլխավոր մեր քաղաքներում մեջ, անոնք նախաձեռնեն, այսինքն պետությունը անոնց միջոցով Շվեդի մեջ, Գերմանիի մեջ, Ֆրանսա, Ամերիկա, Բրազիլ եւ այլն նախաձեռնեն պատգամավորներու ընտրություն եւ այդ պատգամավորները քան հայրենիք կան մայրաթորի մեջ նախնդրապար իհարկե չեն ցկեր, պիտի չցկեն կորզատրեն ուրեմն գայացնեն ազգային եկեղեցական ժողով եւ ոնդեղ ընդրեն օրինավոր նոր քաղաքալմը եւ զինքը հայտարարեն քաղաքից իսկ քիչ առաջ ասիկ որ պիտի չթողեն քարեքինաբաշտերը որ մայրաթորի մեջ կմարվի արդյոք այս բարակային հայկական պետականությունը իրավունք չունի միջամտելու եւ ազատելու մայր աթորի դարածքը քարեքինաբաշտերեն մաֆիային որովհետեւ ժողովուրդ եւ պատգամավորներ ազատ կերպով մայր աթորի մեջ իրականացնեն ասկային եկեղեցական ընդհանուր ժողովի գայացումը հողալա ես օրինակի համար ուրիշ առաջարկ ունեմ բայց իրենք ադալ պիտի չընդունին հետեւյալն է եթե ինքը այդքան սիրված է ինչպես որ իր քլանի եւ իր այսպես քարեքինաբաշտները գայդարարեն թե մենք իրենք որ քոնե Հայաստանի մեջ մենք կատարած ենք այդ հարցակույզը եւ ժողովրդին 2/3-ը գադեզինք ճուզեր 15% անդարբեր է մոտավորապես 20%-ը իրեն գոմնագից է անոնք որոնք քահանաներու եւ այլն անոնք որոնք կօգտվին գոր լավ կամ քիչ առաջ կսի նորեն գրտնեմ կամ ժողովրդավար ենք կամ ժողովրդավար չենք չլար եւ այսլալ թե այսլալ ուրեմն եթե մենք գավադանք ցայն բազմած ցայն աստուծո սկզբունքին այստեղ ուրեմն պատգամավորական ժողովը ազգային եկեղեցական ժողովը կգումարվի նախնդրապար ինչպես ասի մայրաթորի մեջ եթե իրենք թույլ չեն դար կարելի է ուրիշ տեղալ գումարել հարց չէ ինչպես իրենք քացին ավստորիո մեջ եպիսկոպոսական ժողովի դնեին մենք ալ գրնանք Երևանի մեջ կայացնել կամ Արմավիրի մեջ կամ նույն Էջմիածին քաղաքի մեջ Վաղաշաբադի մեջ բարիսներուն դագը իրենք իրավունք չունեն այնտեղ միջամտելու դուրսը բաց երկինքի դակ կապ չունի այդտեղը եւ գնդրենք նոր կաթողիկոս իմ առաջարկս ուրիշ է նաեւ լավ եթե այդքան սիրված է ինքը իր պատճառով մեր ժողովուրդը այսօր հավելյալ բարակ տված է ասկա փաստ է իրենք ալ գտնունին մենք ալ գտնունենք բոլորս գտնունենք որ այսօր հավելյալ բարակտում առաջացած է իր պատճառով եթե գսիրե ինքը մեր ժողովուրդը այդպես հավակնի եսել թող հրաժարի եւ իդեպ բոլոր բարականերուն եպիսկոպոս կմնա այդպես է եպիսկոպոսները նաեւ միշտ կմնան սարգսավակ են եւ ապեղա են վարդապետ են եւ եպիսկոպոս են թող տնե իր տեխնազությունը հաջորդ ընդրության ազգային եկեղեցական ժողովին թող տնե եւ թող ընդրվի վերընդրվի եթե այդքան սիրված է թող պատգամավորները ընդեն եւ այդ բարակային գսենք որ չէ բարեկամ ուրեմն ասմարտ այնքան սիրելի է կամ այնքան անքդանելի է իրեն փոխարինով որ ինքը կմնա ոչ բայց ինքը շատ լավ գիտե որ ինքը պիտի չվերընդրվի ինքը պիտի քանգեցնեն ադորամար ինքը պիտի կոմարի ասկային եկեղեցական ժողով մեր պետությունը պետք է նախաձեռնե կամ բարենորոգչական շարժում արդեն բարենորոգչական շարժումը ինչպես ասի ընդրութենեն հետո աշնան պետք է արդեն այս մեկը գայացնե աշնան պետք է կոմարվի ասկային եկեղեցական ժողով եւ մեր բոլոր այս հարցերը տնեն այդտեղ քննարկեն եւ նոր կաթողիկոս ընտրեն 2026-ի հունիսի 7-ի համապետական ընտրություններուն Հայաստանի քաղաքացին ինչպիսի ընտրություն պետք է գայացնեն բոլոր ընտրությունները ներառյալ նշած ընտրությունը հունիսի 7-ին պետք է կատարվին ըստ խիղճին ըստ համոզումներուն որևէ մեկը պետք չէ բռնանա դարպես եւով այսպես կաշառքներ դա ժամանակին այդպես էր 5000 դրամ էր հետո 10000 եղավ եւ իր
քվեով չի հավնիր այսօրվա իշխանությունը, խնդրեմ, թող դա իր հավնածին, բայց այսօրվա դրությամբ ընդդիմությունը դակնաբի մեջ է եւ իրավունք ունի դակնաբի մեջ լալու, որտեղ գիտե որ լավագույն բարակային երկու թաշկին կամ երկու կուսակցություն պիտի մտնե ինտիմատիվ թաշտին խորհրդարան, բայց փոքր քվեներով իմ եւ ուրիշներու նախադեсությամբ, եթե այսօր գայանային ընդրությունները ինտիմատիվ թաշտեն խորհրդարան կմտներ Դաշիր Սամոյի գուսակցությունը մոտավորապես 8-10% քվեով եւ Հայաստան Թաշինքը Քոչարյանին ինքը ուրիշ նաեւ գուսակցություններ ալ պետք է թեր միացնի իրեն դաշնակցության կողքին եւ այլն, բայց շնչին դոգոսով, այսինքն հազիվ ընդրական շեմը անցնելով, այսինքն գունենանք որտեղ նաեւ սահմանադրությամբ պետք է որ 1/3-ը խորհրդարանին անպայման ինտիմատիվները կազմված լա ըստ սահմանադրության, բայց ինտիմությունը այսօր իմ գարձիկովս կստանա առավելագույն բարակային 20%, ոչ ավելի։ Մենք շատ դժվարությամբ ցեք բերինք այս անկախությունը։ Այո, խորհրդային միությունը փլուզվեցավ, բայց անկախությունը այս նոր pedagogiությունը ծնավ շատ դժվար երկունքով, եւ պետք է մենք նախանցախնդիրել լանք, եւ այդ նախանցախնդրության հերթական փուլը, հերթական քայլը հունիսի 7-ի ընտրություններն են, եւ պետք է մենք ընտրություն կատարենք անկախ pedagogiության, բահբանության կամ ռուսական գուբերնիայի վերաթարնալու միջև։ Երկրորդը նաև ազգային արժանապատվության հարց է, նաև ասխնդիր ազգային արժանապատվության հարց է, որպեսզի հետագա սերունդները չսեն, թե ինչ է չունեիք արժանապատվություն, որ ընտրեիք դժվար ճանապարհը, բայց արժանապատիվ ճանապարհը։